Yes.
սեր արժե աշխարհի ամբողջ գանձերի երանգները։ Սակայն ինչպես ես տեսնում եմ, ձեզ ում պակասում է ձեր թերթիկի վրա խաղաղության, ահավնու ջերմակության երանգը։ Ես այժմ ձեզ կհանձնեմ ջերմակ թերթիկը և կլիարժեք դարձնենք մեր հայրենիք ծաղիկը։ Խնդրում եմ, եկեք միասնական լինենք, որպեսզի անսասան լինի մեր հայրենիքը։
Աղջիկան մեր հայրենիքի բոլոր դաշտները հավատում։ Բայց ես վստահ եմ, նորից կհավատեմ, որովհետև դուք ձեր պարտականությունը շատ լավ եք։ Դուք կառաջանաչ եք, վերաճանաչ եք, երկում եք, պարում եք, արտասանում եք, շատ գեղեցիկ խոսում եք, ամեն ինչ գիտեք։ Հիմա ես ձեզ 9-րդ դասարանի դասարները կտամ, կգնացում, վերաճանաչ եք։ Այո, լավ։ Ես նստած հիանում էի ձեզանով, հիանում էի, թե մեր դպրոցի բալիկները հատուկ ընտրված, որովհետև ամենագեղեցիկն են, ամենախելացին են և ամենան են։ Ովքեր եք դուք։ Ինչ եք դուք, ապրեք, էլ ինչ եք, ամենասիրումն եք, ապրեք, ամենաշակերտներն եք, դե ուրեմն ծափահարեցինք անչափ շնորհակալ եմ, որ մեզ վստահել եք և ձեր ամենաթանկերին տվել եք մեզ։ Առանց ձեր օգնության մենք այսօրվա այս մեծ շատ գեղեցիկ միջոցառմանը և ընդհանրապես մեկ տարվա արած աշխատանքը չէր այսքան գեղեցիկ և այսքան էմոցիոնալ լինել, եթե չլինեիք դուք։ Շնորհակալ ենք, հուսով ենք արդարացրել ենք ձեր վստահությունը մեզ։ Մեր դպրոցում ձեր առաջին մեծ միջոցառումն էր։ Ես ձեզ շնորհավորում եմ, մենք հասել ենք հաղթանակի, որտեղ ձեր բալիկները հաղթել են Այվենարանը, հաղթել են տառաճանաչությանը և գրաճանաչությանը։ Ունեք շատ երկար ճանապարհ միասին անցնելու, բայց ես վստահ եմ, որ լինելու է հարթ, որովհետև դուք նվիրված ուսուցիչ եք։ Շնորհակալություն, որ մեր ուսուցիչն եք։ Մեր երախտի խոսքը ձեզ հայտնել, իրականում այս ամենի հիմքում դուք եք ընկած, ձեր մեծ ներդրումը, ձեր մեծ նվիրումը, այն սերը և համերաշխությունը, որը տիրում է այս դպրոցի դռներից ներս և տարածվում ամեն երեխայի և ամեն մեկիս վրա։ Շնորհակալ ենք ձեր մեծ ներդրած ավանդի համար, շատ շնորհակալ ենք, որ այսպիսի պրոֆեսիոնալ թիմ եք հավաքում, ընդունել եք այսպիսի հրաշք ուսուցչուհի և մեզ է բաժին հասել, անչափ շնորհակալ ենք։ Հարգելի տնօրինություն, հյուրեր և ընկերներ, ի սրտե ուզում եմ իմ խորին երախտագիտությունը հայտնել ձեզ ձեր կատարած բազմաչափ աշխատանքի համար։ Դուք ազգանվեր գործ եք արել, կրթելով և դաստիարակելով մատաղ սերնդին մեր երեխաներին։ Թող նրանք ամուր պահեն մեր ոսկեղենի կայքուբերի յուրաքանչյուր տանը։ Հայփայեն մաշտության գիրն ավելի շատ, որ թշնամին անգամ սարսափի մեր տառերից։ Մաշտոցը գրերը գրելուց հետո առաջին դպրոցը բացել է Արցախում, Ամարաս վանքում։ Ավաղ ֆիզիկապես կորցրինք Արցախը, բայց հոգեպես մեր սրտերում է մեր գրերով, մեր լեզվով, որը կոչվում է հայերեն։ Սիրելի փոքրիկներ, բարձր կպահեք Մաշտոցի պատգամը և Արցախի անունն ու արժանապատվությունը։ Շնորհավորում եմ, սիրելի փոքրիկներ, քանզի դուք ձեր ուսուցչի շնորհիվ դարձաք գրաճանաչ։ Շնորհակալություն։
շատ սիրելի ընկեր Ջուրջան, անչափ հարգելի ընկեր Կոստանյան, իմ սիրելի ընկեր Նազարյան, Ժաննա Ակոպովնա, բոլոր ուսուցիչներ, ծնողները գեղեցիկ խոսեցին, ես ընդամենը հավել եմ փոքրիկ հատված Աստվածաշնչից։ Բազում են կոչյալներ, սակայն սակավ են ընտրյալները։ Առաքյալներն էլ են ուսուցիչներ։ Հենց ինքը Հիսուս Քրիստոսն էլ է եղել ուսուցիչ։ Եվ ասվում է, եթե ուզում ես բնութագրել ուսուցչի, նրան անվանիր մի բուռ Աստված։ Ընկեր Կոստանյան, ձեր բոլոր ուսուցիչներն են մի բուռ Աստվածներ։ Շնորհավորում եմ բոլորին։ Մովսես Խորենացու անվան 143 դպրոցի սաներ, 143 դպրոցի վաստակավոր ծնողներ, ինչու եմ ասում վաստակավոր, որովհետև իմ արդեն երրորդն է, և նշեմ բոլոր այստեղ նստող ծնողներին, որ դպրոցը տվել է գերազանց աշակերտներ, իմ փորձից եմ ասում։ Եվս մեկ անգամ շնորհավորում եմ ձեզ։ Դուք այսօր շատ կարևոր մի քայլ եք արել, որի մասին կիմանաք իհարկե, երբ որ կմեծանաք այդ ժամանակ։ Շնորհավորում եմ եւս մեկ անգամ երեխաներ, ապրեք, դուք ամեն ինչ կատարեցիք այսօր գերազանց։ Ես բոլորիդ համբուրում եմ, բոլորիդ ամուր գրկում եմ եւ բոլորը դուք այսօր եւ այսօրվանից սկսված արդեն կունենաք շատ անակնկալներ, որովհետեւ դուք այսօր մի մեծ քննություն եք հանձնել ու հանձնել եք գերազանց։ Բոլորդ ապրեք, այսօր դուք կատարեցիք ձեր խոստումը եւ կատարեցիք ամեն ինչ հրաշալի, իդեալական։ Համբուրում եմ բոլորիդ երեխաներ, իսկ այժմ դուք կստանաք փոքրիկ նվերներ, որոնք վկայում են, որ դուք արդեն առաջին դասարանը ավարտելու շեմին եք կանգնած, որ արդեն դուք տառաճանաչ եք, գրաճանաչ եք, թվաճանաչ եք, կարողանում եք կարդալ փոքրիկ հեքիաթներ, ճիշտ է։ Այս նկարներով առաջին քայլերը տալիս են այն աշակերտներին, ովքեր արդեն գիտեն բոլոր տառերը, տառաճանաչ են եւ ուզում են արդեն ավարտել առաջին դասարանը, որպեսզի փոխադրվեն որ դասարան։ Դե ժպտա որ ողջ աշխարհը քեզ հետ ժպտա